Անդրադառնալով վարորդի մասնակիցների ուսումնասիրելու միջնությունը դատարանը որոշում է կայացնում։ Մեղադրել Հայկ Բերչի Պրոշյանի նկատմամբ ընտրված առընտրանքային խափանման միջոց տնօրինը վերացնել և որպես առընտրանքային խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքի հետ համատեղ կիրառել վարչական հսկողությունը։ Մեղադրյալ Հայկ Բերչի Պրոշյանի վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում փոխհարուցման շաբաթը մեկ անգամ գրանցվել պրոբացիայի ծառայության մեղադրյալի բնակության վայրի իրավասում մարմին։ Արգելել առանց վարորդն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը Արմավիրի մարզ Գավառաշապատ համայնքը։ Վերջինս արգելել հաղորդակցվել Սուն վարորդով մասնավոր մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։ Արգելել այցելել թեմի նստավայր, ինչպես նաև հայ առաքելական սուրբ եկեղեցիներ Արագածոտնի մարզում գտնվող։ Որոշումը սահմանաժամկետում կտրամադրվի վարորդի մասնավոր և հանրային մասնակիցների։ Անդրադառնալով ձեր պարոն Զորաբյան նախկինում ներկայացված միջնորդությանը, մասնավորապես Ատոմնաբուժանի մասով դատարանը արդեն թույլատրել է փետրվարի 27-ին այցելել։ Փետրվարի 27-ին պրոբացիայի ծառայության միջոցով այցելությունը կազմակերպվել էր, համապատասխան բժշկական տեղեկանքը ներկայացվել էր դատարան այցելության վերաբերյալ։ Հնացած երկու մասով առարկազուրկ է դառնում պատարակների դասը կարող է մասնակցել անդրադառնալով քննչական կոմիտեից ստացված պատասխանին, մասնավորապես բավականին ծավալուն է վարորդի մասնակիցները ցանկություն ունենան կողմի տրամադրենք ծանոթանալու, մասնավորապես վկայակոչվել են Պետական դատարանության օրենսգրքի 10, 15-րդ, 168-րդ, 190-րդ, 200-րդ հոդվածները, ինչպես նաև նշված իրավակարգումների վերաբերյալ վերլուծությունը մանրամասն իրականացվել և պատասխանում են, որ սույն դեպքում հաշվի առնելով, որ երևս քննության փուլում է գտնվում, չեն կարող դատարանը տրամադրել նյութերը, ինչպես նաև դեպքերն են առանձնացրել, որ դեպքում կարող են նյութերին ծանոթանալ։ Եթե անհրաժեշտություն ունենք, մենք փոխանցենք։